ինչքան կապրեմ, կապրեմ։ Ծերությունն արժանապատի վայելելու փոխարեն 69-ամյա այս կինը ձմռան կեսին Երևանի փողոցներով է շրջում, անցորդներից գումար խնդրում։ Հիվանդ է, բժիշկը դեղեր է նշանակել, բայց փող չկա։ Ոչ փող ունեմ, ոչ էլ առնում եմ թոքաբորբով սենց սատկում եմ։ Մի հատ սովորական այսքան տեղեր ընկել հիմա 25000 փող են ուզում։ Դու սկից համակարգ չեմ կարող ուտեմ։ Մատնեցին դու բորի հետ կգնաս, այս ձեռաշի աշխատում, որ կարենամ իմ տանը մի հատ բան անեմ։ Փաստաթղթաշրջանառությունը հասկանալն այս կնոջ համար դժվար է, նույնիսկ անձնագիր չունի, բժշկական ապահովագրությունից չի օգտվում, ձևն էլ չգիտի։ Անձնագիր չունեմ, անձնագիրս կորցրել եմ, ես 2 տարի է Կիրովականից եմ ես։ Գնում եմ ընդեղ ստեղ են ուղարկում, գալիս եմ ստեղ ընդեղն է ուղարկում, չեմ կարող անձնագիրս։ Ասեմ, որ գոնե թոշակը ստանամ կարենամ ապրել։ Ստիպված որ հասկանություն եմ անում։ Հուզվում է տարեց կինը, դեղատան ապակիների հետևում շարված դեղերը պարզապես անհասանելի ցուցանմուշներ են։ Էժանը առել եմ չի օգնում, մի հատ 2700 դրամ է իր բոլոր ամբողջությամբ, որը մի հատ պետք է սրսկվես, ասում առնվազն պետք է մի 6 հատ սրսկվես, 6 հատ 18000 դրամ դեռ։ Աստված ձեր գործերին հաջողություն տա, առողջություն տա։ Ես էլ ինչքան կապրեմ, կապրեմ։ Ոչ բոլոր դեղերն են հասանելի թոշակառուներին։ Իմ թոշակը մի ամսվա իմ շաքարի դեղերն է։ Ուրիշ ոչ մի բան։ Շատ կարիք ունեմ դեղորայքի, բայց 36000 դրամ թոշակ։ Հա, բազմազավակմալ ու այդքան չի բավականացնում երեխեքը, եթե կողքից չօգնեն։ Այնքան թանկ եմ։ Օրական 5 տեսակ դեղ եմ խմում։ Թանկ։ Շատերն ասում են, թոշակի ողջ գումարը ստիպված են հատկացնել միայն դեղորայքին։ Երբեմն էլ ստիպված են լինում դեղերից մի քանիսը չգնել կամ կիսել չափաբաժինը, որպեսզի գումարը բավարարի։ Շատ բարձր գների պատճառով շատ դեղերից ես հրաժարվում եմ։ Խնդրում եմ մի քիչ դեղորայքի գների իջեցում անեն։ Դեղորայքի բարձր արժեքը խնդիր է նույնիսկ երիտասարդների համար, որոնք երկար քննարկում են դեղագործի հետ, փորձելով գտնել նշանակված դեղի ավելի մատչելի տարբերակ։ Մենք մի հատ դեղ ենք առնում, մի 2-3 հազար դրամ փող ենք ծախսում։ Շատ թանկ է։ Կա ընտրություն էժան դեղ գնելու, բայց որքանով են դրանք արդյունավետ, քաղաքացիները կասկածում են։ Բժիշկը հարցնում ես, ասում ես, այս դեղը ոնց պետք է խմես, ասում է այս ձևի խմում ես չի օգնում։ Այդ դեղերը ոնց որ կավի չլինեն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։